Հարավկովկասյան երկաթուղիների կոնցեսիայի հարցը պիտի լուծվի։ Առանց այդ հարցը լուծելու մենք TRIP-ի հետ լուրջ խնդիր ենք ունենալու։ Իսկ TRIP-ը դա պետք է խոսել, պետք է քննարկել ընդհանրապես 2018 թվականին բացված քրեական գործ կա, որը սառեցրեցին, երբ որ Լավրովը մռնչաց ուղակի։ Գնացեք տեսեք, թե մի քանի օրում ինչ խախտումներ են բացահայտվել, մոտ 60 միլիոն դոլարի։ Գնացեք տարիների կտրվածքով բացեք, տեսեք ոնց են թալանել ռուսները Հարավկովկասյան երկաթուղին եւ ինչքան են պետական բյուջեից, ինչքան են վնասների փոխհատուցում ստացել, որը 2007 թվականին Անդրանիկ Տխրահրճակ, Անդրանիկ Մանուկյան կոչված մի կապի նախարար կար տրանսպորտի, ով ստորագրել է այդ պայմանագիրը եւ Ռոբերտ Քոչյանի վերջին նվերն է հայ ժողովրդին։ Առանց Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարումը հետ վերցնելու եւ նոր կառավարչի կամ եթե Հայաստանը պիտի կառավարի, մենք չենք կարողանալու TRIP-ի շուրջ զարգացում ակնկալել։ Կլինի հիմնարկեք, ամերիկացիները պատրաստ են, բայց մենք ամերիկացիներին խոստացել ենք, որ այդ հարցը լուծելու ենք։ Ես ձեզ տեղեկություն եմ տալիս։ Այդ հարցը մենք պիտի լուծենք, ու այդ հարցը լուծվելու է հունիսի 7-ին։ Հայ ժողովուրդը պիտի ասի, որ այդ կոնցեսիան հետ պիտի գա եւ TRIP-ը պիտի կենսագործվի, որտեղ TRIP-ը առանցքային նշանակություն ունի խաղաղության եւ անվտանգության համար տարածաշրջանում։